Կա մասնագիտություն, որ Հայաստանում այնքան պահանջարկ ունի, որի հետևից գործատուն ինքն է գալիս։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Երևանի պետական համալսարանում է որակյալ կադրեր եւ ապագա աշխատակիցներ փնտրելու։ Այսօր ԶՊՄԿ-ն եւ ԵՊՀ-ն հուշագիր ստորագրեցին խորացնելով համագործակցությունը։ Հուշագիրը ենթադրում է համատեղ հետազոտական ծրագրեր, ուսանողների պրակտիկաների անցկացում, պղնձամոլիբդենային կոմբինատի առավել մեծ ներգրավում կրթական պրոցեսում։ Նպատակը կրթություն եւ արտադրություն կապի խորացումներ, որից բնականաբար շահելու են երկու հաստատություններն էլ։ Հանքարդյունաբերության ոլորտում լավ մասնագետների կարիք միշտ կա։ Այդ իսկ պատճառով մենք ոնց որ սկիզբ դրեցինք անցած տարի հուշագիր կնքելով հանքարդյունաբերական մեծ կոնֆերանսին, առաջի անգամ որ Հայաստանում տեղի էր ունենում եւ այսօր էլ ավելի ենք խորացնում այդ համագործակցությունը ավելի ծրագրային ոնց որ ուղղություններով թիրախավորելու ենք մասնագիտություններ, բաներ մենք այդ քննարկումների փուլում ենք եւ վստահ ենք, որ իր արդյունքները շուտով կերևան։ Նախորդ տարի Պետհամալսարանի երկրաբանության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն են ստացել պրակտիկա անցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ ԵՊՀ ռեկտորն ասում է, հետաքրքիր արդյունքներ ունեցան։ Ծանոթացան այն բոլոր պրոցեսներին, որոնց նրանք ծանոթ էին միայն գրքերից կամ տեսական մակարդակով, եւ դա բնականաբար մեծ ոգևորվածություն է առաջ բերել ուսանողների մեջ, որի արդյունքում մենք ունեցանք դիմորդների աճ հենց երկրաբանություն մասնագիտության գծով, իսկ անցյալ տարի աննախադեպ քանակի դիմորդներ ենք ունեցել մագիստրոսական ծրագրով, ինչը ես կարծում եմ ուղղակիորեն խոսում է այս համագործակցության արդյունավետության մասին։ Ակնկալում են, որ հետագա համագործակցության արդյունքում ոլորտի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի կմեծանա։ Ստվար զանգվածներ կան, որոնց ընկալման մեջ ավելի բացասական ընկալում ունի մեր ոլորտը։ Մեծ աշխատանք ունենք ստեղ իրականացնելու եւ որպես ոլորտ եւ որպես գործընկերներ, համալսարանները միգուցե նաեւ որպես գործընկերներ, որ այդ բացասական ընկալումը նախ եւ առաջ փորձենք չեզոքացնել գոնե, որ արդեն էլ ավելի դրական ընկալում ունենա, մարդիկ չվախենալով գան եւ համալրեն մեր շարքերը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը կատակում է հանքարդյունաբերության ոլորտի միակ բացասական կողմը տնից տեղից հեռու լինելն է։ Մնացած առումներով ինքը մարտահրավերներով լի, շատ հետաքրքիր ոլորտ է, որ հերիք է մեկ անգամ մտնես, արդեն տեղից դուրս գալը իսկապես ինքը վարակիչ լավ իմաստով բնույթ ունի եւ մենք հույսով ենք մեր այս մոտեցումով կվարակենք մեր ուսանողներին, որոնք ապագայում կհամալրեն մեր շարքերը, կդառնան մեր գործընկերները։